Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 9-ի համար։ Օրը կիրակի է, աշխատանքային օր չէ, դրա համար գնայինք այս մյուս քարտերով, դե շաբաթ օրը եղավ արդեն իսկ այն մյուս քարտերով, դրա համար էլ չանդրադարձա։ Իսկ կիրակի արդեն գնայինք այս մյուս քարտերով։ Իդեպ նշեմ, ովքեր որ ամուսնացել են կամ ովքեր որ հարսանիք ունեին, լուսնային օրը չեղավ, չնայած որ դեռ կարծում եմ, որ հասցնեմ կլինի, համենայն դեպս ովքեր որ չգիտեն, օրվա երկրորդ կես արդեն հիանալի է ամուսնության համար, հարսանիքի համար, ովքեր որ այդ օրը հարսանիք ունեն։ Սա հենց կլսեք հենց ամսի 8-ին, դրա համար եմ ասում, այդ օրը օրվա երկրորդ կեսից հետո հիանալի է հարսանիքի համար։ Եվ զույգերը եւս երջանիկ կլինեն։ Շնորհակալ եմ բոլորից, մեկնաբանությունների, նաև լայքերի եւ բաժանորդագրությունների համար։ Ուղղակի այսիմ լավը չի, չգիտես ինչու, մյուսս ավելի լավն էր։ Կանգնացնողը ինքը շատ է իրար գալիս, չգիտեմ ինչու։ Մի խոսքով պետք է ինչ-որ մի ձևով իրան ամրացնել, որպեսզի իրար չկա։ Դե մի նայեք էկրանին։ Էկրանը կարող է անընդհատ գնալ գալ, մինչև գտնենք ինչ-որ մի բան, որ հարցերը լուծենք։ Ամրացնեմ ինչ-որ մի տեղ երևի թե։ Կամ նորը կպատվիրեմ։ Ահա։ Գնայինք արդեն խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 9-ին։ Սա ինչ էր։ Ինչ-որ մի բանի կորուստ է, սա ժամանակի կորուստ է։ Անիմաստ ուղի ընտրելու կորուստ է, որ կարող եք անիմաստ ուղակի ուղի ընտրել եւ սխալ շարժվել, սխալ գնալ առաջ։ Եվ հենց դա ձեզ համար լինի ժամանակի կորուստ, սխալ ուղի սխալ ուղի եք գնում։ Ուշադիր եղեք, ամենայն դեպս տեսնենք, բայց կարող է ցույց տալ, այո, խոչընդոտների կհանդիպեք, դեմար դա է կորուստը։ Հենց կա ժամանակի կորուստ է, սխալ ուղի ընտրելու կորուստ է, որովհետև երբ որ ճիշտ չեք գնում, բնականաբար այդտեղ հաստատ բախվում եք խնդիրների եւ դա ձեզ ցույց է տալու, որ սխալ ուղի եք գնում, կանգ առեք այդտեղ, ընտրեք ճիշտ ուղին, որովհետև այստեղ ճիշտ ուղին կա, բայց դուք այստեղ սխալ եք ընտրում։ Միգուցե ուզում եք մենակ անեք, միգուցե ինչ-որ մի բան է, բայց կարող եք բախվել։ Եվ ինչ-որ ներդրումներ կամ եւ այլն նման բաներ այդ օրը այդքան էլ խորհուրդ չեմ տա, ուղղակի ուղին ընտրեք, որ ուղով եք ուզում գնալ, ինչ ձև եք ուզում անել այս կամ այն աշխատանքը։ Ոչ ոքի մի լսեք, կկորցնեք անիմաստ ժամանակ, կգնաք կբախվեք մի բանի, ոնց որ ասում են, ուզում եք օրինակ սեղան սարքեք, դե հիմա ես մի քիչ ուրիշ ձևով եմ խոսում, բայց ամեն մեկի մոտ դա ուրիշ ձև է։ Հիմա ուզում եք սեղան սարքեք, մեկն ասում է, չէ, ոտերը դիր, հետո վերևը կանես, մեկն ասում է ներկի, հետո ոտերը դիր եւ այլն, ներկում եք ոտերը դնում եք, հետո պատտեսում եք ներկը փչացել է եւ այլն, ինչ որ պահեր, հա, ոնց որ ժամանակի կորուստ բախվում եք, ահա, հետո արդեն նոր ընտրում եք ճիշտ ուղին, թե ինչպես գնանք։ Յուրաքանչյուր այստեղ ամենա հասարակ օրինակը բերեցի, բայց սա փոխաբերական իմաստով ասված ինչ որ բան է, որը որ վերաբերվում է բոլոր ոլորտներին։ Եվ այդ օրը հենց ընտրեք ճիշտ ուղին, որը գնաք ձեզ համար, եւ այդ ուղին ընտրելով արդեն ձեզ մոտ նոր հնարավորություններ կբացվի, անգամ այդ ուղին ընտրելով դուք կարողանաք կամուրջ ստեղծել ինչ որ մի բանի համար, ինչ որ մեկին տեսնելու, ինչ որ մի բան անելու համար, հաշտվելու, կարող են թեկուզ հենց այստեղ հաշտվելու հետ է կապված եւ կարող ինչ որ մեկը ձեզ մի բան խորհուրդ տա, որովհետեւ առասը կարող եք կորցնել ինչ որ մի բան, այդ մարդուն օրինակ։ Համար այստեղ նաև այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի ինչ որ մեկի հետ խոսելու, շփվելու, տեսնելու, հանդիպելու, պայմանագիր կնքելու, քանի կարող եք, հեսա Մերկուրին է հետադարձ, քանի կարող եք կնքեք։ Այսքանը օգտվեք այդ հնարավորությունից եւ ճիշտ ուղի ընտրեք ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին մարտի 9-ին։ Ձեզ մոտ էլ ինչ-որ մի խոչընդոտներ են։ Միգուցե այս տղայի հետ հանդիպելու համար է խոչընդոտը, միգուցե ինչ-որ մի բանի համար է խոչընդոտը, որը չի ստացվում։ Նա ինչ-որ խոչընդոտներ են, տեսնենք լավ ինչ խոչընդոտներ են։ Նույնը, ինչ-որ ամսի 9-ն այդքան էլ լավ որ չի ոչ ոքի համար։ Խոչընդոտներ են, որոնք որ այստեղ բախվում եք ինչ-որ մի բանի եւ չեք կարողանում ինչ-որ մի բան անեք։ Դա է ձեզ համար խոչընդոտները։ Մի արեք։ Եթե զգում եք չեք կարողանում անել, ուրեմն մի արեք։ Մի շարունակեք դա անել ընդհանրապես։ Եվ հանդիպում կամ շփում որևէ տղայի հետ, տեսնենք ով է այս տղան։ Անհանգստանում եք այս տղայի համար, հնարավոր է նաև լարվածություն, կարող է միգուցե վաղուց չեք տեսել, տեսնեք եւ արտասվեք։ Միգուցե այս տղայի հետ ինչ-որ լարված խոսակցություն կա, միգուցե ինչ-որ շփում է այս տղայի հետ, այդքան էլ ձեզ դուր չի գալի այդ պահերը։ Կամ ուղղակի անհանգստանում եք, միգուցե ձեր տղան է, ձեր եղբայրն է եւ իր համար անհանգիստ եք։ Նաև այդ օրը վերջապես ժամանակ տրամադրեք, ժամանակ հատկացրեք կամ ժամանակն է ինչ-որ մի բան անելու համար։ Եվ այստեղ ժամանակը ճիշտ օգտագործեք, ժամանակին հետևեք, որովհետև կարող ինչ-որ մի բան չհասցնեք անել, նա ինչ-որ մի բան մնա։ Դա համար այստեղ ասում է ճիշտ ժամանակն է ինչ-որ մի բան անելու եւ բացի դա էլ անիմաստ ժամանակ մի վատնեք։ Գուցե ուղղակի այդ օրը նաև ոմանք ինչ-որ պատվերներ ունեն, դրա մարեք եւ լարված, անհանգիստ, որ այստեղ բախվում եք, հետո լարվում եք ինչ-որ մի բան անելու համար, որովհետեւ կամ ժամանակի մեջ չեք տեղավորվում, որ անեք, որ ինչ-որ մի բան անեք, օրինակ տակ այդ տղամարդուն։ Կամ հանդիպեք այդ տղամարդու հետ, մի խոսքով, լարվածությունը կա։ Մեկի անհանգստություն եւ արտասուք էլ կասեմ։ Եվ ժամանակը անիմաստ մի վատնեք ձեր ժամանակը այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 9-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ։ Միգուցե նոր հարաբերություններ են այդ աղջկա հետ, տեսնենք ով է։ Կարող է ձեր մայրն է, ձեր քույրն է, ինչ-որ մի աղջիկ է, ում վաղուց չեք տեսել։ Տղաների համար սա ռոմանտիկ հարաբերություններ, մինչև երեկո, ուշ երեկո խոսակցություն, շփում։ Եվ ինչ-որ մի բան կարող այդ աղջիկը ասել, որ ձեզ մոտ ինչ-որ մի բանը գաղտնի մնա եւ չկարողանաք լիարժեք հասկանաք իրեն ինչ էր ուզում ասածներ կամ ինչ-որ մի բան զգում եք, որ գաղտնի է պահում ձեզանից։ Այդ օրը որոշ դռներ կամ կբացեք, որոշ դռներ կարող եք նաեւ փակել, բանալին ձեր ձեռքն է։ Դռները բաց են, դուք կարող եք ինչ-որ բաներ անել, ավարտել եւ դուռը ձեր ձեռքում է բանալին, դուք կարող եք ինչ-որ հարցեր լուծել եւ դռները փակել, այլևս չանդրադառնալ դրան։ Եվ այստեղ մի փոքր անհանգիստ եք, լարված եք, նաև կարող է արտասուք է, բայց դա արևը կա, այնպես որ ինչ-որ կարող է հեռու է ինչ-որ մեկը ձեզանից եւ իր մասին եք մտածում, անհանգստանում, իր հետ եք կապված, ձեր ցանկությունների հետ եք կապված։ Այստեղ նաև ինչ-որ մեկը կարող է նաև մտածել, որ Աստծուց է հեռացել, դամար է անհանգստանում եւ ինչ-որ մի բան այնպես չի իր մոտ։ Միգուցե ձեր ցանկություններին հասնելն է դժվար եւ դա է ձեզ անհանգստացնում եւ նյարդայնացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 9-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղամարդու հետ, նորը ճակատագրական է գալիս ձեր կյանք։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Նոր երիտասարդ է կամ այդ տղամարդու հետ կարող գնալ ժամադրության, հանդիպման,
ուրախացնիր գալով ձեզ, ձեր տրամադրությունը բարձրացնի, ձեզ նվեր տա, դուք իրեն նվեր տաք։ Գուցե առիթ է տղամարդու առիթն է եւ գնալու եք նվեր եք տալու կամ հակառակը ինչ որ սյուրպրիզ կարող է անել ձեզ, անակնկալ ձևով հայտնվի։ Եվ այդ օրը մի փոքր դժվար օր է, ճակատագրական օր է, գուցե հենց իրան հանդիպելն է ճակատագրական։ Եվ տեսնենք ինչն է կամ դժվար է կամ ճակատագրական է, ինչ է, չէ։ Այստեղ ավելի շատ ճակատագրական է։ Եվ նաև կարող եմ ասել հենց անգամ կարմայական է, չէ, հենց ճակատագրական է, որևիցե մի բան տեղի կունենա ձեր կյանքում, ոչ փոփոխություն, ոչ նոր հնարավորություն հաշտվելու, այս մարդու հետ եւս ձեր կյանքը կապելու համար, ինչ որ մի բան։ Նաև մեկ այլ հարցում դա կարող է լինել։ Ինչ որ մի ճակատագրական լավ փոփոխություն է մտնելու ձեր կյանքում։ Շատ լավ, որը որ այն որ ասում է Աստծուց է տրված։ Եվ նոր հնարավորություններ, նոր կամուրջ է ստեղծվում, ինչ որ մեկ հետ հաշտվելու, պայմանավորվելու, խոսելու, հանդիպելու եւ այլն, հա, այդ մարդու հետ կամ ինչ որ մի բանի հետ է կարող է կապված դա, որ այդ կամուրջը ստեղծվում է, հեշտացվում է ձեզ հանդիպումը այդ մարդու հետ, շփումը եւ պայմանավորվածությունը եւ այլն։ Այնպես որ օգտվեք։ Ճակատագրական օր է շատ։ Կիրակի է, միգուցե տանից դուրս եք գալիս, գնում եք զբոսնելու եւ հանդիպում եք։ Ուղղակի էլի ասեմ, Վեներան հետադարձ է։ Մի փոքր ոտենետ քաղցեք։ Ինչպես որ ասում են, մի սկսեք հարաբերությունները, համբերեք, մի քիչ ձգեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 9-ին։ Հանդիպում, շփում, ձեզ հավատարիմ, մտերիմ, անձնավորության հետ, ընկերոջ հետ, ընկերուհու հետ, որ հավատարիմ եք համարում։ Իր հետ կարող եք հանդիպել, շփվել, խոսել։ Եվ ժամանակն է ինչ որ մի բան անելու, ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, խոսելու եւ այլն, ճիշտ ժամանակն է հիմա եկել։ Նաեւ հղիանալու, երեխա ունենալու համար։ Նոր բիզնես սկսելու, նոր ինչ որ մի բան սկսելու ձեր կյանքում։ Նաև այստեղ կարող է ինչ որ մի բան եք ուզում անեք, ժամանակի մեջ չեք տեղավորվում եւ ստիպված եք դիմել ձեր ընկերոջը, որպեսզի նա ձեզ օգնի այդ հարցում, կարողանաք հասցնել։ Գուցե երեխաների հետ է կապված, գուցե երեխաներին պետք է ինքը խնամի կամ ինքն է ասում, որ դուք խնամեք իր երեխաներին, մինչև ինքը գնա, այդպես ժամանակ կարող եք վատնել նաև ուրիշի երեխաների վրա։ Եվ ոմանք կարող են հղիանալ, ծննդաբերություն, սա երեխաների հետ կապված ոչ մի բան, այդտեղ կարող առիթ է գնում եք։ Նաև դա կարող է լինել նոր բիզնեսի սկսում։ Նոր գործ, նոր բիզնես, նոր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 9-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Գուցե նոր տղամարդ է։ Այս տղամարդուց կամ նորություն կլսեք, կամ հյուր կգա, դուք կգնաք իր մոտ, հնարավոր է նաև ինչ որ բան եք պատվիրում եւ տղամարդ է բերում, նաև հերվից կարող է գա տղամարդը օգնի ձեզ ոգևորվել, ոգեշնչի ձեզ, որպեսզի ձեր գործերը առաջ տանեք։ Նաև կարող է ինչ որ մեկն է, որ մտնում է ձեր կյանք, բայց ինչպես մտնի, այնպես արագ դուրս կգա, որովհետև այս ընթացքը այդպես է, ով մտնի, արագ դուրս է գալու։ Ոմանք այդ օրը ուսմամբ կզբաղվեն, կսովորեն, ոմանք ինչ որ տեղերից դասեր կվերցնեն, ինչ որ կուրսեր կարող եք անել, հնարավոր է նաև ուղղակի ինտերնետից ինչ որ մի տեղից ինչ որ բաներ սովորեք։ Նաև գաղտնիք կարող է բացահայտվել ձեզ համար։
Եվ ոմանք տանից տուն են տեղափոխվում, ոմանք երկրից երկիր, քաղաքից քաղաք, երկար ճանապարհ կարող գնալ կամ ուղղակի ճանապարհներին լինեք, այստեղ գնաք, հետո այնտեղ պետք լինի գնալ, նորից էլի գնաք, այդպես կարող անընդհատ այստեղ այնտեղ։ Եվ սա նաև ձեր գործերն է, որոնք որ առաջ կմաղեք, առաջ կտանեք։ Այդ օրը, որոնք որ կանգնել էին, այդ կտանեք առաջ։ Խնդիր այստեղ չկա, որ պահի իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ճակատագրով ինչ-որ կարևոր նորություն։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 9-ին։ Շրջապատված կլինեք լավ մարդկանցով այդ օրը։ Հնարավոր է նաև իմաստություն իջնի ձեր վրա, զգաք, որ մի փոքր արդեն մեծացել եք, հասունացել եք, կամ ձեր շրջապատի մարդիկ, ձեր երեխաները, այդ զգացողությունը կունենաք։ Նաև շատ կարևոր մարդկանց հետ կարող եք լինել, շրջապատը լավը կլինի, ոմանց մոտ սա կարող է լինել բարձրաստիճան մարդիկ, շրջապատված լինեք նման մարդկանցով։ Եվ այդ օրը նամակագրական կապ կունենաք ինչ-որ մարդկանց հետ, տեղեկություն կարող եք ստանալ, լուր, փաթեթ չեմ կարող ասել, դե ում մոտ որ կիրակի բաց է հնարավոր է, նման ինչ-որ բաներ ստանաք, բայց սա ավելի շատ տեղեկատվություն է կարող ցուցակեք նաև գրում, որ գնաք խանութ։ Եվ մանրուքներին ուշադրություն դարձրեք անպայման, որովհետև շատ կարևոր է մանրուքները լինելու այդ օրը։ Միգուցե այստեղ ինչ-որ մի բան պետք է ստորագրեք եւ այդ մանրուքները շատ կարևոր է, որպեսզի հետևեք։ Այնպես որ լավ ուսումնասիրեք յուրաքանչյուր բան անելուց, յուրաքանչյուր բան գրելուց եւ այլն։ Միգուցե ինչ-որ բան եք այստեղ գրում եւ պետք է չմոռանաք անգամ այն մանրուքները կարմիր բիբար, այդպես ատամի չոփ, ինչ-որ բաներ կարող է շատ կարևոր են, որոնք որ այդ պահին ուշադրություն չեք դարձնում, եթե հատկապես ինչ-որ բանի եք պատրաստվում եւ ուշադրություն չեք դարձնում եւ դա շատ կարևոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 9-ին։ Սեր, նոր հարաբերություններ, ինչ որ տեղ եք գնալու։ Հնարավոր է նոր սեր, որը որ կարող եք հանդիպել, որից է հասարակական վայրում, որից է առիթի ժամանակ, հնարավոր է ուղղակի ձեզ լավ եք զգում, ձեզ ասեն, որ ինչքան սիրուն ես այսօր, եւ գնաք առիթի, այնտեղ ձեզ ասեն եւ հետո բամբասելու են։ Մի կողմից ասելու են, որքան սիրուն ես, մի կողմից բամբասելու են ձեր գեղեցկության հետ կապված, ձեր արտաքին տեսքի հետ կապված։ Սա նաեւ հասարակությունն է, որ բաժանվել է երկու մասի, մեկը սիրում է, մեկը բամբասում է։ Չգիտեմ, ամեն մի մարդ մի գործողություն է ունի, միգուցե աշխատանքի վայրում է, ինչ որ մաս սիրում է, ինչ որ մաս չի սիրում ձեզ։ Տպավորությունը այդպես է, որ ընդունում են, չեն ընդունում եւ այդպես։ Նաեւ ուղղակի ձեզ շատ լավ կզգաք, առիթի ժամանակ ուղղակի կբամբասեն։ Ում շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 9-ին։ Նոր դռներ են բացվելու ձեզ համար, նոր հնարավորություններ, այդ օրը նոր դռները բաց կլինեն, կարող եք մտնել հանգիստ ձեր գործերն անեք, նաև կարող է ինչ-որ բաներ անեք եւ դռները փակեք, այլևս անհրաժեշտություն չկա այնտեղ գնալու, այնտեղ ինչ-որ մի բան անելու եւ ուղղակի դռները փակեք։
Եվ մանրուքներին ուշադրություն պետք է դարձնեք այդ օրը յուրաքանչյուր բան անելուց։ Միգուցե կարող է մանր-մունր գործերով եք զբաղվում, որովհետև այստեղ ինչ-որ բաներ չկան, ավելի կարևորը մանրուքները ինչ-որ մանր-մունր բաներ կամ ինչ-որ բաներ եք հավաքելու, առանձնացնեք եւ այլն։ Չեփ է խճճվել, ցեփնեք բացելու, ինչ-որ մի բան է, որը որ մանրուքների հետ է կապված։ Բացի նա էլ, եթե ինչ-որ մի բան առաջարկեն, մանրուքներին ուշադրություն դարձրեք։ Այդ օրը հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ կամ չի լինում հանդիպումը կամ այս տղան է ձեզ համար խնդիրներ սարքում կամ խնդիրներ ունի, դուք պետք է գնաք լուծեք, որովհետև կամ ուզում եք ինչ-որ տեսնեք այդ տղային, ինչ-որ մի բան, բայց բախում կամ չեք կարողանում հանդիպել։ Այստեղ Կամ իր մոտ է խնդիր կա, ու ձեր տղան է, ձեր ամուսինն է, ձեր եղբայրն է, իր մոտ խնդիր կա եւ այդ օրը ձեզ ասում է, որ չի կարողam սա անել, անդադ բախվում է սրան, անդադ սա եւ չի կարողam ինչ-որ մի բան անել։ Կամ դուք դեպի այդ տղան։ Նա է ձեզ համար այդ օրը խոչընդոտներ ստեղծում։ Նա է ստեղծում դա, որ չկարողանաք ինչ-որ մի բան անեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, կամ ասում է, որ գիտեք, չի լինում անընդհատ գնում եմ եւ չի ստացվում մի բան անել։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 9-ին։ Խորամանկ անձնավորություն։ Լավա Կիրակի։ Խորամանկ անձնավորություն կա ձեր շրջապատում, խաբեբամ։ Միգուցե դուք պետք է լինեք խորամանկ, որ կարողանաք այս խոչընդոտները հաղթահարել։ Հիմա տեսնենք այս խորամանկը ով է։ Ինչ-որ կամ կդրթի ձեզ խաղի, կամ կդրթի ձեզ խաբեության, դա խաղ է, որ դուք ձեր գլխին կսարքեք ինչ-որ մի բան, եթե լսեք այս մարդուն եւ ինչ-որ բաներ անեք։ Գուցե հենց այդ խոչընդոտներն է դրանից է գալիս, որովհետև սա խաղ է եւ սա ձեզ հետ խաղում է, գուցե գալիս է գումար է ուզում, սա անում, նա է անում, կապիկություն է անում, կամ խաղում է ձեզ հետ, կամ ձեզ դրթել, որ մտնեք իր հետ խաղի մեջ, ինչ որ կապիկ է։ Նաեւ եթե դուք էլ որոշեք խորամանկություն անել ինչ-որ միտեղ խաղ կամ եւ այլն, ապա մի քիչ բարդ է։ Գիտեք, խաղը ընդհանրապես ճիշտ է, որ մարդը նայի իր անձնական քարտեզում, որովհետև քարտեզում կան պահեր, երբ որ իրոք կարող է մարդը խաղալ եւ շահում ունենալ։ Ամեն ինչ հնարավոր է։ Եվ ինչ որ հստակ միացման ժամանակ ինքը կարող է այդ շահումը ունենալ իրոք։ Բայց իրականում շահումը մարդը կարող է ամեն օր խաղալ։ 10,000-ներով խաղալ եւ ոչինչ չունենալ, բացի 100 դրամից օրինակ։ Եվ այդ օրը նաեւ խոչընդոտներ կան։ Միգուցե հենց սա է ձեզ համար ստեղծում այդ խոչընդոտները։ Ինչ խոչընդոտներ են։ Ինչ որ մեկին կարող նամակ ուղարկեք, գրեք, փաստաթղթի հետ կապված, Կիրակի է, ձեզ շատ անհրաժեշտ է, որ երկուշաբթի այդ փաստաթուղթը ձեզ հետ պիտի տանեք, բայց չկա, փակ են բոլորը, դա ձեզ համար խոչընդոտ է փաստաթուղթ անելը։ Դրա համար սա շաբաթ օրն եք լսելու կարող եք, եթե ինչ-որ բան է ձեզ անհրաժեշտ, հիշեք եւ անպայման հանեք, նոր հետո տարեք։ Միգուցե ինչ-որ մի բան է գրելու հետ կապված, իմաստին ջենտս է եւ մենք էլ ենք ուզում ինչ-որ բան գրենք։ Ուզում եմ իրոք խոչընդոտներ չլինի։ Մենք չենք գրելու, ոնց որ ասում եմ, ինտերնետը պետք է գրի։ Այնպես որ ուշադիր եղեք, կարող ինչ-որ մեկին ուզում եք գրեք, չի ստացվում, չի պատասխանում, դա ձեզ խոչընդոտներ է բերում, ինչ-որ շատ կարևոր կա, մեկին գրել եք, պատասխանին եք սպասում, որ էլի չկա։ Կամ ուզում եք ցուցակ գրեք, ուզում եք ինչ-որ մի բան գրեք, հետագա աշխատելու համար եւ չեք կենտրոնանում, որ գրեք։ Եվ այդ օրը նորություն կլսեք, հյուրեր կունենաք, դուք կգնաք հյուր, հանդիպում կամ ինչ-որ մեկը կարող է փորձել մոտենալ ձեզ հետ ծանոթանալու նպատակներով։
Նաև ինչ-որ բաներ կարող պատվիրել, բերեն տուն հասցնեն, ճանապարհներին բավականին շատ լինեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 9-ին։ Սեր, նոր հարաբերություններ, այստեղ ինչ-որ մեկը կարող է գնալ ձեր կյանքից, ինչ-որ մեկը գա։ Էմոցիաների ազդեցության տակ ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ մարդկանց չհանեք ձեր կյանքից։ Այստեղ շատ ուշադիր եղեք, ամենաառաջինը։ Եվ ոմանք այդ օրը ձեզ կասեն, թե որքան գեղեցիկ եք դուք, ոմանք կասեն սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք սիրո խոստովանություն, ձեզ սիրված կզգաք, բայց ինչ-որ մի բան կգնա ձեր կյանքից, ինչ-որ նորի համար, նոր դռներ բացելու համար, կամ նորը պետք է գա, դրա համար հինը կգնա։ Անդադ ուզում հորանջեմ, այսօր կարծես թե բոլորի վրա ինչ-որ մի բան կա։ Ինչ էլ որ գնա, բաց թողեք, ուրեմն լավը չի, որ գնում է։ Ինչ որ մեզ հետ չի գալու մեր կյանքի ընթացքում, մեր անցնող այս ճանապարհը, ինքը պետք է գնա։ Ուզեք թե չուզեք, մարդ է գալիս, ինչ որ բան է գալիս, միևնույնն է, եթե ինքը գնում, ուրեմն ինքը մեր ճանապարհով չէ։ Մենք այսպես պետք է գնանք։ Եթե պոեզի գծերն, չէ, եթե պոեզի գծերը այստեղ կան, եթե ինչ որ իրենքը պետքա գնա այս մի ճանապարհով, այս մի ճանապարհով, մի ճանապարհով, միևնույնն է, ուրեմն ինքը պետք է գնա այդ մյուս ճանապարհով, ինքը մեր հետ չի գալու։ Ուզում է գործ լինի, ուզում է աշխատանք լինի, ուզում է մարդ լինի, ամուսին, կին, երեխաները, մեր երեխաները նաև մեր հետ նույն ճանապարհով չեն անցնում։ Իրենք իր կյանքն ունեն, գնում են իրենց ճանապարհով, վերջ։ Շատերը կան, որ իրենց երեխաները իրենց հետ չեն ապրում, իրենց հետ չեն, եւ յուրաքանչյուր բանը։ Ուրեմն դուք իրար հետ չպետք է գնայք նույն ճանապարհով։ Դա շատ կարևոր է, որ մարդը հասկանա։ Եվ այստեղ նոր բան է բացվելու ձեզ համար, նորի տեղ է բացում գնալու։ Բավականին դե համար էմոցիոնալ կարող եք լինել, որ գնա, կամ որ գա, նորը գա։ Հնարավոր է նաև ոմանք ռոմանտիկ հանդիպում ունենան մինչև կեսգիշեր, կամ խոսեք հեռախոսով, կամ հանդիպում ունենաք։ Հնարավոր է նաև հանդիպում ձեր մայրիկի հետ, շփում ձեր մայրիկի հետ, կամ ավելի շատ շփում այդ օրը կանանց հետ։ Հնարավոր է նաև ինչ-որ մի բան ձեզ մոտ գաղտնի է մնում, կամ օրինակ, ինչ-որ մի բան օրինակ, եթե պետք է գնա, ոնց որ ասում եք, բայց ինչի գնաց, բայց ոնց, բայց ինչի։ Այսպես ինչ-որ հարցեր կան, որոնք որ ձեզ մոտ գաղտնի են մնում, անհայտ են, եւ այդ հարցերի պատասխանը ինքն ձեզ կտակ։ Հարցեր կտակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 9-ին։ Ոմանք ճանապարհներին կարող են լինել, ոմանք նորություն լսեն, հնարավոր է նաև հյուրեր ունենաք, կամ դուք գնաք հյուր, ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր կյանք կամ փորձի ծանոթանալ, բայց ինչպես գա այդպես էլ միևնույնն է նա կգնա, որովհետև հետադարձ է Վեներան, եւ այս քարտով էլ է դա։ Այսինքն դա մեկ ակնթարթային ծանոթություն է, որը ծանոթանում եք ու վերջ գնում է ձեր կյանքից։ Այս քարտով հազվագյուտ է, որ այդ մարդը մնում է ձեր կյանքում։ Եվ կողմ բաներ պատվիրեք գա, ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի օրվա ընթացքում, բայց այստեղ կամ դժվարություններ կան, կամ ճակատագրական որոշ պահեր կան, գուցե հանդիպումը ճակատագրական է, թե ինչ-որ մեկ հետ հանդիպեք այդ օրը, միգուցե դժվարություններ են, միգուցե փորձություններ են, որ այդ օրը կլինեն ձեր կյանքում, տեսնենք ինչ է։
Այստեղ ավելի շատ կայունություն է գալիս, դա ավելի շատ եւ թե ճակատագրով է, որովհետեւ ոնց որ մի բանը կայունանում է ձեզ մոտ։ Միգուցե փորձություններն են արդեն դադարում, միգուցե դժվարություններն են դադարում եւ հիմա արդեն կայունություն, հա, կայունանում է ձեր վիճակը։ Ձեր կյանքն է կայունանում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։